Ժամանակն ու տարածությունը անջրպետներ են ստեղծում, ու մեծ են այն հոգիները, որոնք կարողանում են քանդել դրանք, զգալ մնայունի ու հավերժի կենդանի միասնությունը, միանալ հավերժին, ինքնարտայտվել այդ հավերժի մեջ, դառնալով դրա մի մասնիկը։ Ահա այդպես Արա Հարությունյանը գցեց իր հոգու կամուրջը դեպի մեկ այլ մեծ հոգի, դեպի անմահ Կոմիտասը, որ դարձավ քանդակագործի արվեստի անհագ ներշնչարանը։ Հանճարեղ երգահանի կյանքը իր ողբերգականությամբ եւ արարման բացառիկությամբ հավերժ ոգեշնչեց մեծ արվեստագետին, գծելով ստեղծագործական մի հզոր կամուրջ։ Կոմիտասից Կոմիտաս։ Հազիվ թե հայ կերպարվեստում գտնվի մեկ այլ արվեստագետ, որ Եղեռնի ողբերգությունը վերապրած հայ ազգային երգի մեծ ռահվիրային այդ քանակությամբ ու այդքան ներշնչված գործեր նվիրած լինի։ Արվեստանոցում աշխատելիս Արա Հարությունյանը միացնում էր Կոմիտասի սկավառակները, վարդապետը միշտ նրա հետ էր, նրա մեջ։ Ծնված լինելով երաժշտի ընտանիքում, Արա Հարությունյանը օժտված էր դասական երաժշտության բացառիկ խորը ընկալմամբ։ Ու թերևս դա է պատճառը, որ Կոմիտասի կերպարի նրա մարմնավորումները շնչում են ներքին խոր երաժշտականությամբ ու հարմոնիայով։ Կոմիտասի մահարձանն է, Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքը։ 1954 թվականին հաղթող է ճանաչվում մրցույթում ու կանգնեցվում է մեծ երգահանի շիրիմին։ Հուշարձանի կոմպոզիցիան ներկայացնում է Կոմիտասի բրոնզե արձանը, որը տեղադրված է շրջանաձև սյունանման հիմքին։ Կոմպոզիտորի ձեռքին նոտաներ են, եւ դրանց վրա Արա Հարությունյանը դրոշմել է իր անուն ազգանունը։ Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր։ Արա Հարությունյանն ասել էր. Կոմիտասն ինձ համար անհաս բարձունք է, սրբության սրբոց է։ Նրա մեծությունը, նրա գործը անչափելի են։ Մինչ այս պահը անընդհատ Կոմիտաս եմ երազում ու քանդակում եւ միակ իղձս է իմ ընտրած Կոմիտասը տեսնել Երևանում։ Այդքան մեծություններ են եղել այդ ժամանակ, բայց հաղթի 26 տարեկանը դիպլոմային աշխատանք մեծ են Կոմիտասի մահարձանը դա ճկուն, դիվանագետ, ճիշտ խոսք կառուցվածքի, այսինքն կարդացած ինտելեկտուալն լինելու մասին։ Նա մեծ տաղանդ ուներ, արծու կողմից տրված, բայց տաղանդը մինչև վերջ չի կարող իրականանալ, եթե չլինի աշխատասիրությունը։ Գիտեք, թե ինչ պատմություն է ունեցել հայ ժողովուրդը, չէ՞, միշտ տարբեր կողմից աշխատել են, խեղճացել, բայց միշտ գոյություն է ունեցել եւ պիտի գոյությունը շարունակվի։ Եվ ինքը հենց դա էր, որ ներքին ոգին հայ մարդու պիտի շատ ուժեղ լինի։ Երևանի կոնսերվատորիայի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանը ըստ համընդհանուր կարծիքի մեծ երգահանի կերպարի լավագույն մարմնավորումն է։ Ու դա այն դեպքում, երբ յուրաքանչյուր հայ ունի իր Կոմիտասը, նրա կերպարի իր ընկալումը։ Արա Հարությունյանի այս մոնումենտալ գործը իսկական գլուխգործոց է, օժտված ազդեցության հզոր ուժով։ Սա քանդակագործի երազանքն էր, որ իրականություն դարձավ 1988 թվականին։ Արձանի փոքր տարբերակը, մակետը, Արա Հարությունյանը նվիրել է Կարեն Դեմիրճյանին։
Այժմ այն իր ուրույն տեղն է գտել Մեծ Հայի թանգարանում։ Ասում էր, որ Կոմիտասը պիտի միշտ մեր կողքին լինի, մեզ հետ լինի, եւ այդ պատճառով էլ շատ ցածր պատվանդանին է տեղադրված, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մոտենան այդ սփույցանը, որ չդառնա ինքը մի կուրկ, որ նա մեզ հետ է եղել միշտ, հասկանում եք, եւ կլոր պատվանդան է եւ անպայման պիտի շրջեք։ Ինչու՞, որտեղ դա 3D քանդակ է, այսինքն դու կարող եք վերևից դիտել, կողքից դիտել եւ ինքը այնպիսի հետաքրքիր կոմպոզիցիոն լուծումներ է արել, որ ամեն մի դիտանկյունից դուք նայում եք, թե ինչ հրաշալի է դիտվում, ոչ որ դա եւ դա նրա պրոֆեսիոնալիզմի հաստատում, բարձր պրոֆեսիոնալ լինելը եւ իրոք մոնումենտալիստ, որտեղ մոնումենտալիստն դա մեծ քանդակն է, գիտեք, որը շենքից դուրս է արվում, մարդիկ կարծում են թե պիտի վերցնես, մեծացնես ու դնես, այդպես չի, կան օրենքներ, նախ այդ քանդակը պիտի լավ դիտվի շրջակա միջավայրի հետ։ Ճիշտ ճարտարապետությունը նաև այո, ճիշտ տեղ ընտրվի, որտեղ տեղադրել քանդակը, ինչպես ինքը բնության հետ պիտի համահունչ լինի, հասկանում եք, դա շատ դժվար հարց է, շեշտել է դեմքը եւ ձեռքերը, որովհետեւ եւ մի քիչ էլ հենված է ծիրանի ծառին, ասես աչքերը կիսափակ, ասես լսում է հենց իր ստեղծած երաժշտությունը, իսկ ձեռքերն էլ իսկական երաժշտի, այսպես նուրբ ձեռքեր են եւ թվում թե սա պիտի սկսի նվագել։ Ոտքերը ռեալիստորեն չի արել, այսինքն չի քանդակել ոտք մարդու, ոտքերը դարձել են այդ ծիրանի բունը, որը գնում է դեպի մայր հողը, այսինքն մայր հողից է դուրս եկել, հասկանում եք, եւ զարմանալի է, թե ինչպես է ինքը կարողացել ներթափանցել այդ հոգեվոր աշխարհը Կոմիտաս, որտեղ քար է, նա իրոք պաշտում էր Կոմիտասին, պաշտում էր եւ արվեստանոցում աշխատելիս միշտ դնում էր ձայնասկավառակը եւ այդ մեծ երգահանի երաժշտության տակ աշխատում ու ես շատ լավ հիշում եմ թե ինչ դառնությամբ ու սրտացավությամբ էր պատմում իր ժողովուրդը այդ դաժան տարիների վերապրած Կոմիտասի ծանր ճակատագրի մասին շատ էր մտածում նրա մասին եւ կիսվում էր մեզ հետ ու պատկերացրեք որ Կարմիր թելով ողջ կյանքի ընթացքում Կոմիտասի կերպարը անցել է Արա Հարությունյանի ստեղծագործության ընթացքում եւ հենց երիտասարդ ժամանակ 26 տարեկան քիչերն են հավատում որ ինքը այդքան երիտասարդ ստեղծել է այդ մահարձանը բրոնզաձուլ մահարձանը եւ ինքը շատ է ասել Կոմիտասի մասին ասում էր Կոմիտասը ինձ համար սրբության սրբոց է դա անհաս գագաթ է եւ իհարկե ոչ միայն մոնումենտալ աշխատանքներ է ստեղծել, առաջինը մոնումենտալ Կոմիտասը եւ վերջինը մոնումենտալ, նաեւ հաստոցային եւ գծանկարներ ու էսքիզներ, այսօր դուք դրանք կտեսնեք, քչերն են այդ աշխատանքները տեսել։ Մի գծով Կոմիտասին ինչպես է նկարել։ Մի գծով, շատ կարևոր է, որ մտակ ասեցի, ուշադիր եղեք Արայի գծին։ Այս կոնսերվատորիայի մանր էսքիզներն են, տեսեք, իրան հենց Կոմիտասի հետ Այս ինքը Կոմիտասը։ Սրանք պիտի աշխատանքային նյութեր են, հասկանում եք, ավարտված Սա այդ տեսեք պուրակն է ինքը պատկերացրել է ցածր տեղադրված Կոմիտասը պուրակի մեջ, սա դիրքը տարբեր կողմերից նկարել է, թե կողքից, թե ֆաս, ինչպես պիտի դիտվի, մեջքի կողմից տեսեք, քանի սանտիմետր է, քանի մետր պիտի, որտեղ պիտի նստած լինի, ինչպես պիտի իրան դիտեն, մարդիկի որ կողմից պիտի մոտենան։ Լինելով շրջապատի հետ լիակատար ներդաշնակության մեջ, հուշարձանն ապշեցնում է հանճարեղ երգահանի հոգևոր աշխարհ ներթափանցելու, անշունչ բրոնզը կոմիտասյան շնչով ու ոգով տոգորելու ու ապրեցնելու զարմանալի կատարելությամբ։ Այնպիսի զգացողություն է, ասես Կոմիտասը լսում է իր ճգնաղ երաժշտությունը, ներշնչված է սեփական հնչյունների կախարդիչ մոգությամբ։ Աներևակայելիորեն արտահայտիչ ու զգացմունքայինորեն թրթռուն են նրա դեմքը, ծնկներին դրված գեղեցիկ ձեռքերը, փոքր ինչ հետ գցած գլուխը։ Արձանը տեղադրված է ցածր շրջանաձև պատվանդանին, իսկ հողի միաձուլված ոտքերը
Հեղինակի հանճարեղ մտահղացմամբ վերածվում են երգահանի երգած Ծիրանի ծառի բնի։ Տարբեր դիտանկյուններից դիտելով արձանը բացահայտում ես հեղինակի կողմից կերպարի մարմնավորման նորանոր հորիզոններ։ Կյանքի կոչելով ստեղծագործական նոր մտահղացումներ, չսպառելով մեծ անհատականությամբ նկատմամբ իր անհագ ներշնչանքը, արվեստագետը ստեղծում էր նոր էսքիզներ։ Հաստոցային քանդակներից հատկապես ուշագրավ է Կոմիտասի փոքր բրոնզե արձանիկը, կերտված 1969 թվականին, որը պահվում է Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդում։ Այն տպավորիչ է, հուզական, բայց միաժամանակ շատ զուսպ։ Այդ աշխատանքը Երևանի կոնսերվատորիայի այգում տեղադրված Կոմիտասի արձանի նախնական տարբերակն է։ Ես այդպիսի աշխատասեր աշխարհում չէի տեսել։ Իմ կողքին էր, չէի հասկանում, որովհետև դե իմ հայրիկն է եղել, տան մարդն է եղել, մեծությունը չէի հասկանում։ Եվ հիմա ինչքան ժամանակ ընթանում է, արդեն սկսում եմ հերվից իմ տարիքն առած ժամանակից սկսում եմ հասկանալ, թե ինչ հետաքրքիր կերպար է եղել այս մարդը։ Միևնույն ժամանակ լուրջ, կարդացող, շատ բարդ գրականություններ կարդում, Տացի, Պլուտարխոս, Գյոտե կարդում, բայց ես շատ ուրախ գալիս էր, կարող էր շատ հետաքրքիր բաներ պատմել, ինչ-որ հանակներ անել, երաժշտությունը չգիտեր, բայց նստում էր նվագելը չգիտեր, նստում նվագում էր մեզ համար, ինչ-որ պարող, մեր հետ միանում էր, երբ որ մենք երիտասարդները այստեղ հավաքվում էինք, ինչ-որ պարում էր, մեզ միանում էր շատ ու հիմա այստեղ, որ ինքը լիներ, դուք չեք պատկերացնում, ինչ հաճույքով ինքը ձեզ կընդուներ։ Նույնիսկ հնարավորություն ուներ մեր պատերազմի 90-ականներին գնալ, բայց ինքը մնաց ու մինչև 88 թվին իր վերջի կոմիտասով սկսեց մահարձանով, կոմիտասով ավարտեց ու այդ ընթացքում շատ կոմիտասներ ստեղծեց։ Ահա եւ մեկ այլ գլուխգործոց, քանդակված 1954 թվականին, որ ցուցադրված է Հայաստանի ազգային պատկերասրահում, Գարունը ձունը արել։ Երգահանի տառապյալ գլուխը հառնում է ծաղկած մարմարից, քարը ծաղկած է, իսկ երգահանի դեմքին հոգևոր տառապանքն է, իր ազգի գլխին գարնան ծաղկունքի մեջ մաղված ձյանվող բերգականությունը։ Աչքերը փակ են, բայց ավելի քան խոսուն։ Իդեպ, վարպետն իր ստեղծագործական կյանքը սկսեց մոնումենտալ քանդակով, ոգեկոչելով Կոմիտասին եւ ավարտեց 1988 թվականին կոնսերվատորիայի պուրակում տեղադրված Կոմիտասի հանճարեղ քանդակով, անդավաճան մնալով իր ամբողջ կյանքի հավատամքին։ Քանդակային եւ գրաֆիկական գործերում հանճարեղ երգահանի խոր եւ զգացմունքային կերպարները արդյունք են այն անտեսանելի ներքին երկխոսության, որ ամբողջ կյանքում ուղեկցել է քանդակագործին եւ դեպի Կոմիտաս ձգված հոգևոր կամրջի հիմնասյունն է դարձել։ Արդեն քանի տարի է աշխատում եմ Կոմիտասի կերպարի վրա։ Իմ ստեղծագործական որոնումների մշտական թեմա է նա, որին անդրադարձել եմ պարբերաբար։ Դեռևս ուսումնարանում, այնուհետև ինստիտուտում դիպլոմային աշխատանքս Կոմիտասն էր, եւ տարիներ շարունակ կրկին ու կրկին վերադարձել եմ այդ նվիրական կերպարին, որի կյանքն ու ճակատագիրը այնքան սերտորեն կապված են մեր ժողովրդի ճակատագրին։
Մի ամբողջ կյանք նվիրաբերած Կոմիտասին, ձեռքեր միշտ տաք, փոքր-ինչ աջ թեքված գեղեցիկ մատներով ու կավի մնացորդներով, տաղանդի ու իմաստության անկրկնելությունն արտացոլող, որոնք շարունակ որոնեցին ու գտան սիրելի կերպարի հոգու դռները բացելու նորանոր բանալիներ։ Տարիներ են անցել եւ այսօր այս ֆիլմով մենք հանդում ենք ժամանակի եւ տարածության եւս մեկ անջրպետ, մեզ կամրջելով երկու հայ մեծերի արարման պատմությանը, հավաստելով, որ այսպիսի մեծություններ չեն կարող անհետանալ անեության մեջ, քանզի նրանց գործերը իրենց ուրույն տեղն ունեն աշխարհաստեղծման տիեզերական համակարգում։ Նրանց ներկայությունը մենք տեսնում ու զգում ենք եւ այդ զգացողությունը հավերժող է, քանի որ նրանց կենսագրությունը անմնացորդ ոգեղեն ծառայություն է հայրենիքին, պետությանը, ժողովրդին եւ անշուշտ սերունդներին, որոնց մենք կրթում ենք։ Արա Հարությունյանին պետք է հիշել որպես կյանք նվիրաբերած իր հայրենիքին։